Բարձրյալի ծածկոցի տակ բնակողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ես կասեմ Տիրոջը, իմ ապավեն և իմ ամրոց, իմ Աստված, որին ես հուսացած եմ, որովհետև նա կփրկե քեզ որսողի որոգայթիցը, չարժան տամահիցը։ Նա կծածկե քեզ իր փետուրներովը, նորաթևերի տակ ապահով կլինես, նորաճշմարտությունը ասպար է և զրահ։ Դու չես վախենալ գիշերի զարուրանքից, այն նետիցը, որ թրջում է ցերեկը, այն ժանտախտիցը, որ խավարումը շուռ է գալիս, այն հարվածիցը, որ սատկեցնում է կեսօրումը։ 1000 հոգի քո կողմից կընկնեն և 10,000 քո աջ կողմիցը, բայց քեզ չի մոտենալ։ Միայն քո աչքերովը կնայես և ամբարիշտների հատուցումը կտեսնես, որովհետև դու ես Տեր իմ հույսը։ Դու Բարձրյալին քեզ ապավեն արիր, քեզ չար բան չի հասնիլ և նեղություն չի մոտենալ քո բնակարանին, որովհետև իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը։ Նորանք ձեռների վրա կառնեն քեզ, որ քո ոտը քարի չդպցնես։ Այրուսների և իժերի վրա կգնաս, այռուցի կորյուններին և վիշապին ոտով գող կտաս, որովհետև նա ինձ ցանկացավ և ես կփրկեմ նորան, ես բարձր կանեմ նորան, որ նա ճանաչում է իմ անունը։ Նա կկանչե դեպի ինձ և ես կլսեմ նորան։ Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, կապրեցնեմ նորան և փառավոր կանեմ նորան։ Երկայն օրերով կկշտացնեմ նորան և իմ փրկությունը ցույց կտամ նորան։ Ամեն։ Սաղմոս 91